Սկզբից ուզում էի օդաչու լինեի, ինչ ճիշտն է, շատ էի սիրում ինքնաթիռ, բայց հետո հենց արդեն որ համակարգիչները արդեն 2000-ականներին որ սկսեց մտնել, ավելի շատ ինձ քաշեց։ Դրա համար հələ դպրոցական վախտերս ամեն հնարավորություն մանեի գալի, որ ինչ որ համակարգիչ լինի, հələ տենամ այդ ինչա բան ոնց են մտնում, անդադ աշխատում էի, ուսումնասիրում էի ու ծրագրերն էին նայում ոնց է աշխատում, ինչա, այդ վաղ նոր էր զարգանում։ Ու այդ պահին սլավոնական համալսարանը նոր էր կառուցվել էր, արդեն ուներ ինչ որ չափ արդեն սարքված շենքից մի մաս, որտեղ կային արդեն համակարգչային լսարաններ, որտեղ ես կարողացա սկզբնական ինչ որ գիտելիք վերցնել, թե օպերացիոն համակարգերից թե ու դա ինձ ավելի մոտիվացրեց ոնց որ ընտրեմ այդ ուղղությունը։ Շատ կուզենայի լինեի ծրագրավորող, բայց այն ժամանակ ոնց որ ծրագրային այդ հնարավորությունները ավելի քիչ էին ու մի քիչ ոնց որ հիասթափվեցի ու չշարունակեցի։ Դրա համար ավելի շատը գնացի տեխնիկական մասի վրա, այսինքն վերանորոգումն է կամ այլ հարցերը, օրինակ օպերացիոն համակարգի տեղադրումն է, ավելի շատ ինձ քաշեց։ Նույն ժամանակ դա տանում էր երկար ժամանակ, իսկ տարեստարի դա ավելի հեշտացավ։ Իմ ծնողներն են ստեղ աշխատել, առաջ ռեկտորի մոտ հայրս աշխատել է որպես վարորդ ու մեկ-մեկ որ գալիս էի համալսարան, դրան մոտ կանգնում էի համակարգչային լսարանը, եթե ազատ էր լինում, մի պահ մտնում էի, մի հատ տնա ինչա ու այնտեղ եթե կար հասկացող կամ դասախոս լինում էր, մի երկու բան ասում էր, ցույց էր տալի, բան, հա, դե սխալներ էին լինում, մեկ-մեկ համակարգիչ անջատներ չէր միանում կամ ինչ-որ նմանատիպ բաներ։ Ու տենց դպրոցը դե չավարտեցի 8-ից դուրս եկա ու մտա միանգամից ինֆորմատիկայի պետական քոլեջ։ Ունդե սկսեցի ավելի խորացնել մտությունները, դե դրանից հետո բանակ, հետո վերադարձա ու շարունակեցի։ Ու բախտս շփտաց ու ես կարացա 2008 թվականին ընդունվեմ ռուսական համալսարանում ՏՏ ոլորտի բաժին։ Ու սկսեցի ինձ որոշ բաներ իհարկե էլի սովորացրեցին, որտեվ շատ բաներ կար, որ բաց էր թողնվել ու առաջ էր գնացել ամեն ինչ։ Ու ժամանակի ընթացքում լավ ադապտացվեցի ու ոչ միայն համակարգիչները, արդեն անցա պրոյեկտորներին էլ, նաև աուդիո համակարգերի հետ գործ ունեցա, ու տենց կամաց կյանքի հետ աշխատում էի, որ հետ չմնայի ու գնում էի առաջ։ Պրակտիկան, երբ որ քոլեջից ուղարկում էին, ես ընտրեցի սլավոնական համալսարան ու կարացա գամ, տեղ որ արդեն ինձ էլ ցույց տվեցի իմ աշխատանքն էլ բան, ոնց որ գնահատվեց ու բանակից հետո ստացվեց, որ ես ընդունվեմ աշխատանքի ընթացքում, արդեն ըստ արված աշխատանքի գնահատվեց, ու տենց ես կարողացա գնալ առաջ։ Իմ մասնագիտությունը կոնկրետ ռուսական համալսարանում կոչվում է մասնագետ, ասենք մասնագետի պարտականությունների տակ են ինչ որ մտնում է, դա ես անում եմ, բայց ես անում եմ նաև ավելին, ասենք, որովհետև դրա կարիքը մեկ-մեկ լինում է, ես չեմ կանգնում ասում, խոսքի գիտես, սա իմ պարտականությունների մեջ չի մտնում, ինչպես բոլորի մոտ շատ տեղեր նկատվում է արդեն, որ բոլորը ասում են դա չի մտնում պարտականությունների մեջ, ոնց որ ես չեմ անում, բայց իմ մոտ չկար տենց բան։ Ինձ շատ ուսանողներ են ժամանակին դիմել, լինի ծրագրավորումից հարց ինչ որ ձև կարացել եմ լուծել, թեկուզ ես ծրագրավորումը չեմ խորացրել, ասենք համակարգչի հետ են խնդիր ունեցել, խորհուրդներ են խնդրել, ծրագրերի տեղադրման հետ կապված ամեն հարցով մոտազգանես ու հավարտասահմանից էլ դասախոսը իմ համար ուղարկում է, չի ասում, դե մեկի նայումից համարը ինչ որ զանգում է, sense նայում, բարդ ձեզ խոսքի Գերմանիայից է, ինձ ասեցին, որ դուք ինձ կարաք օգնեք այս ծրագրի տեղադրման հարցում։ Սկսում ենք, ասենք, հեռահար ընդ տեղադրել, ամեն դեպքում ինչով կարում էի օգնում էի, համերեմերժումներ չէի տալի, եթե իհարկե դա անհնար էր էլի։ Բաներ կար, օրինակ նոթբուքեր էին բերում, ասենք, վերանորոգման հետ կապված, եթե կարում էի օգնում էի։ Կար որ քաղցր չայլացրած մեջ են, որ լրիվ առած այն, որ ասում կարաս վերանորոգես, բացատրում ես մարդուն, որ չէ, դա անհնար է, ավելի լավ է նորը գնաս։ Տեխնիկական ապահովումը բարձր մակարդակի վրա է, մենք տեխնիկապես աշխատում ենք հագեցնենք համալսարանը ինչ նորագույն տեխնիկայով ու աշխատում ենք լինի ժամանակակից, որ հանկարծ ոչ մի խնդիրներ չառաջանա։ Բայց դե տարեստարի անդադ ամեն ինչ փոխվում է, ու դու որ չես կարող այդ ամեն ինչի հետևից հարցնել, դրա համար դու պետք է ընտրես այն ինչ որ լավ է այդ պահին ու մենք ընտրում ենք դա ու եթե նկատել եք համալսարանում լիքը արդեն smart էկրաններ կան, իրանց հնարավորություններով on-line որպեսզի միանան, կարողանա դասախոս on-line անցկացնի լեկցիան կամ ուսանողներ են լինում, որ հնարավորություն չունեն գալ նստել դասերի ու on-line մասնակցեն, հիմա մենք արդեն ունենք շատ լսարաններ հագեցված նման տեխնիկայով։
ու ունենք նաև դալիճներ անցկացնելու միջոցառումներ, մեծ միջոցառումներ, այդ հնարավորությունները կան համալսարանում։ Բացվել է անցած տարի համալսարանում մեր 6-րդ հարկում կլոր սեղանով դալիճը, որը հանգեցված է նոր տեխնիկայով, այդ միկրոֆոնների մասով, աուդիո համակարգման ամեն ինչ հետևել ենք, որ նորմալ լինի, ու նաև միացրել ենք on-line-ի, շատ մեծ էկրանով, որը նայում եք շատ լավ տեսք ունի, այնտեղ կարող են անցկացնել միջոցառումներ ու ասենք օպերատորսկի սենյակը լրիվ առանձին է, որպեսզի այնտեղից կառավարվի ամբողջ սալը, որ դու անդադ տենց ներսը չլինես կանգնած։ Նաև սինխրոն թարգմանության համակարգ կա կոնկրետ այդտեղ, մենք դա հենց առաջի բացման օրը կիրառել ենք, բարձր մակարդակի վրա անցկացրել ենք։ Ունենք նաև մեծ դահլիճ մեր առաջի հարկում, այդտեղ ճիշտ է ինչ-որ բան նոր չի, ասենք մի քանի տարի առաջ տեղադրվել է, դա կինոպրոյեկտորն է, այդ ամեն ինչ համակարգը դե կառավարվում է կոնկրետ մասնագետի կողմից կամ մասնագետների, եթե դրա կարիքը լինում է, ու շատ միջոցառումներ անցկացվում են կամ լեկցիաներ մեծ քանակով ուսանողների հետ անցկացվում է այնտեղ, որտեղ դա հարմար է։ Ամեն բաժին աշխատում է իր ոլորտի մեջ ու ունի իր պահանջները, ու ամեն մեկի մոտ հարցը նույնը չի, տեխնիկական մասով լինի, թե ծրագրային մասով լինի, ամեն ինստիտուտի մոտ տարբեր ձևերի է ինչ-որ ու ամեն հարցով է դիմում են, ես այստեղ բոլոր կաբինետներում եղել եմ, բոլոր լսարաններում եղել եմ, դրա համար ինձ ճանաչում եմ, որտեղ համարյա ես եմ միշտ մտնում այն ժամանակներից, իսկ հիմա մեր թիմը մի քիչ ձևափոխվել է, էլի բոլորս իրար հետ արագ հասնում ենք բոլոր խնդիրները լուծել։ Ամենակարևորը մարդկանց հետ ճիշտ լեզու գտնելն է, որ կարող ու իմ խոսակցության ընթացքում մարդուն էլ ես ճանաչում, արդեն գիտես իրան ոնց բացատրես, որ ինքն էլ գոնե հասկանա, որտեղ բարձ է քո մասնագիտությունը ուրիշ մասնագիտական խոսած, այդ մարդը բան չի հասկանա, դրա համար անդրադառնալով մարդկանց հետ, ոնց որ արդեն լեզու ենք գտնում իրար հետ ու բացատրում ես, այս խնդիրն է եղել, այս խնդիրն է եղել, դրա համար սենց ենք անում։ Սենց պահ կա կիմանը կհիշեր, ասում եմ կամտրշիկ, եթե կամտրշիկա ինքը գիտի ամեն ինչ են, որ համ ծրագրավորումն է, համ սարքելն է, որ ամեն ինչ ծրագրի տեղադրման բան, բայց դա տենց չէ, էլի կոնկրետ մարդիկ ընտրում են ուղղություն, որ գիտեն սա, ասենք, իրենց մասնագիտությունից, ասենք, այդ ծրագրավորումներ կան, որ ասենք օրինակի համար չեն կարող կամպյուտեր բացեն, մեջ ինչ-որ բան փոխեն կամ ինչ-որ մեջ օրինակի համար մի բան վառված լինի, դե ինքը չի հասկանում, ասենք դրա համար ինքը դիմում է տեխնիկական ոնց որ մասնագետի, ուղղակի սխալ կարծիք չկազմեն, էլի, եթե մարդը լավ է համակարգչից, ասենք կոնկրետ ծրագրավորող շատ ուժեղ բան, որ խոսքի դիմում են իրան մի հատ հարցով օրինակի համար փոխել ցերմոպաստան օրինակ պրոցեսորը ինքը ասում է ես չեմ կարող դա անեն, չզարմանան, ասենք էդի այստեղ բանը կա։ Այն ժամանակվա համեմատ իրոքից շատ բան է փոխվել, շատ տարի, որ ամեն ինչ զարգացավ, այն ժամանակ մենք շատ լավ ուսանողներ ենք ունեցել այս ոլորտում, շատ ուժեղ իրար մեջ էլ մրցակցությունը կար էդի վերևում էր։ Կնստեին լսարանը բացելներ, կնստեին, սկսեին գոնե աշխատել այն ժամանակ, որտեղ ոչ բոլորը կարային իրանց թույլ տային, որ համակարգիչ տուն ունենան, աշխատեն, մնում էին մինչև ուշ, դե մենք էլ ենք սպասում էր մինչև վերջի ժամը, բայց ասում էր, վсё, երեխեք դուրս եկեք ու գնալով, հա, ծրագրավորման ուղղությունը շատ մարդիկ են ընտրում ու ոչ միայն ծրագրավորման, դա էլ մասնագիտություններն էլ են ընտրում շատերը, բայց կոնկրետ ծրագրավորումը ավելի շատ են հետաքրքրված են կարևորը երեխաները, ուսանողները ու լավ էլ սովորում են, մրցակցում են, մենք օլիմպիադաներ ենք ունենում համալսարանում, տեխնիկական մասը մենք կարգավորում ենք, մաքսիմում ապահովում ենք ու տեղում լինում ենք, որ հանկարծ առաջացած խնդիրներ լինի, տեղում լուծենք։ Ու արդեն, ասենց ասում, արդեն 2020 թվականին որ ավելի շատ սկսվեց on-line-ը, արդեն մարդիկ ոնց որ շատ սովորեցին դրան on-line աշխատելը, ու դա էլ ազդեց, որ արդեն on-line աշխատում են, on-line հարցումներ, on-line ամեն ինչը on-line արդեն արտասահմանի հետ կապը, ու դա ավելի խորացրեց, որ արդեն աշխատում էին այլ մասնագետների հետ, պրակտիկաների էին ինչ որ on-line մասնակցում, ու դա ավելի խորացավ, իսկ հիմա հա շատ բանջված մասնագիտություններ կան, դե հիմնականում վաճառքի վերլուծաբաններն են նկատում,
ճիշտ է, դա այդքան է ծրագրավորում պետք չի, դա շատ է Excel-ի բան իմացությունն է, բայց դե կա պահանջարկ կա, ծրագրավորողների պահանջն է կա։ Դե ապագայում ես տեսնում եմ, որ համալսարանը կմեծանա, սուտ մասնաշենքի առումով, քանի որ մեր ուսանողները շատ են ու ամեն դեպքում կշատանան տարեցտարի էլ կլինի նոր մասնաշենք այնտեղ էլ կանցկացնեն լեկցիաներ ու ամենակարևորը կայանման տեղը, որ լուծվի, թե չէ ճանապարհներին իրոքից մինչև համալսարան հասնելը, թեկուզ դա մի փոքր ճանապարհ է, շատ դժվար է լինում։ Այդքան ավել բան չեմ կարա հիմա։ Չեմ նայում շատ դեպի հեռուն համալսարանի։ Ասենք ինչ ձևի կառուցվի, տարեստարի շատ բան է փոխվում ու անսպասելի։ Դրա համար դժվար է ասել։ Կցանկանայի, որ գոնե լիներ հանրակացարանի նման ինչ-որ բան, որտեղ կարային մնային ուսանողներ օրինակի համար ու մոտիկ լիներ համալսարանին, որովհետև այդ մինչև գալը բան ճիշտ է, մեր զանգատալիսը ժամը 9-ին, բայց դե մի շարք ուշացողներ լինում են, որ բոլորը ճիշտ ժամանակին գան, հասնեն նրանց դասերին։ Именно за верность традиции РАУ. Большое спасибо. Իմ երեխաները իհարկե կուզենան, որ այստեղ սովորեն, համը մոտիկա, համը այստեղ ես կողեմ տրված գիտելիքներից մասնագիտության։ Իմ աղջիկը, մեծ աղջիկս արդեն մասնակցում է այստեղի պարապմունքներին, չինարենի, այո, արդեն երկրորդ տարին է, ու գոհ է ու ուզում է անդադ գա ու շարունակում է, զարգացնում է։ Միշնեք աղջիկս լողավազանում է պարապում, այո, լող ու մասնակցեց մրցույթին, որը անցկացվեց Ռուսայական համալսարանում, այո, ըստ նշված ժամանակի ինքը բռնեց առաջի տեղը երկու տարբեր լողաձևերում, այո, ստացավ մեդալը իր ուզած տարբերած, այո, շատ են երեխաները մասնակցում են, սպորտ կոմպլեքսը շատ լավ է հագեցրած, այդ առումով ես գոհ եմ, իհարկե կուզենամ երեխաները այստեղ սովորեն, որտեղ կա տարեստարի այստեղ փոխվեցին, ավելացան ինստիտուտներ, ավելացան նոր ճյուղեր մասնագիտական, դրանով ոնց որ շատացավ ընտրությունը, դա արդեն կախված կլինի երեխաներից, իրենք ինչ կընտրեն, ինչ կուզենան շարունակեն։